Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն։ Շանթի եթերում դիրքերում հաղորդաշարն է։ Այսօր մենք մասնակցելու ենք հերթափոխին։ Այսինքն մեր տղաների հետ միասին մենք սկսած Զորամասից բարձրանալու ենք մինչև դիրքերը, փոխարինելու իրենց ընկերներին, որոնք արդեն վերադառնալու են հանգստանալու։ Բոլորս հիշում ենք անցած անգամ, երբ որ այցելել ենք նույն այս մարտական դիրքերը, 3 եղբայր են ծառայում, որոնցից 2-ի հետ հանդիպեցինք։ Դիտենք կադրեր նախորդ հանդիպումից եւ ես ձեզ կներկայացնեմ արդեն 3-րդ եղբայրը։ Բարև տղեկ ջան։ Բարև ձեզ։ 2 աղբեր եք փաստորեն։ Այո։ Հարազատ աղբերներ։ Հարազատ աղբեր։ Քեզ հիշում եմ անցած տարի, որ այն դիրքերը գրավում էինք, դու կայր։ Քեզ չեմ հիշում, վատ ուր էիր։ Ինձ վիրավորել են, իջացրել են արդեն։ Վիրավորվել էիր։ Ճիշտ է։ Որտեղից։ Ուսիցս նշտեղի հենակետը։ Հիմա ո՞նց է։ Հիմա լավ արդեն ապակինվել ես, վերադարձել ես։ Վերադարձել ենք ծառայեցա։ 2 աղբեր կողքի ծառայում եք։ Ճիշտ է այդպես։ Ես ձեր ջիգարից մեռնեմ, ես ձեր ցավը տանեմ։ Ամուսնացած եք։ Ճիշտ է այդպես։ Երկուսն է, ճիշտ այդպես մի ասեք, ես բան չեմ, զինվորական չեմ։ Հա ցավն է, ամի հատ կասեք անուններդ։ Արտուր Աշոտ։ Արտուր Աշոտ, ազգանուններդ։ Հովանեսյան։ Հովանեսյաններ ջան։ Մենք ձեզ ղուրբան, որ դուք 2 աղբեր ձեր երեխեքին տունը թողած եկել եք այս սավանը պահում եք, որ մեր երեխեքը խաղաղ քնեն։ Հա, ձախից գրագեցին մեքենան բարձանում է, հակառակորդի։ Ահա, մի հատ ֆիքսենք մեքենան հակառակորդի։ Այսօր ճիշտ է, որ 3 կամազ զինվոր են բերել սրանք։ Հա, բերել են ներքևը ինժեներական աշխատանքներ կատարելու համար։ Էս այդ կամազներն է ոնց որ։ Փաստորեն այս ճանապարհը լրիվ վերահսկում է ձեր կողմից, որովհետեւ ուզեք որովհետեւ ոչնչացնենք։ Հիմա սրան խփելը վարկյանի գործ է, ճիշտ է։ Այո։ 1-ից 1, ես կուտիր ու դարդը։ Տեղ չունեն գնալու արդեն։ Մեր 3-րդ աղբերն էլ աստեղ է, մեր մեծ աղբերն էլ աստեղ է։ Հովանեսյան Արմենը։ Հա, արդեն ուղղակի առողջության խնդիրներով իջել է արդեն։ Հա, իջել է ներքև։ Լրիվ դուրս է եկից առողջությունից թե։ Չէ, բուժման։ Հա, բուժման է գնացել։ Այսինքն 3 աղբեր եք ստե ծառայել։ 3 Այ ես ձեր հոր մոր ջանին մեռնեմ, որ 3 զինվորատը։ Այ եւ Արմեն Հովանեսյանը ենթասպա, ով արդեն առողջացած, շարունակում է ծառայությունը մարտական Զորամասում։ Դիրքեր բարձրացող զինվորներն ու սպաները ստանում են վերջին ցուցումները հրամանատարության կողմից եւ այստեղից արդեն կշարժվենք դեպի դիրքեր։ Զգաս, մարտական հերթապահության հերթափոխի արողակարգին, անցնել։ Բարավորում եմ, սրբորեն կրել, հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը, լինես գոյ և խիզախ, պատվով կատարել, Որդեական պարտքս, հայրենիքիս, եկեղեցուս, ընտանիքիս, ծնողներիս, զինակից ընկերներիս և հրամանատարների սերը արգանքն ու պատիվը վաստակելու համար ասորնությամբ, հզոր հավատքով, միշտ պատրաստ եմ արդի
Միշտ պատրաստ եմ առնիլ անունին մեր եւ համայն Հայաստանի ապագայի երդվում է ըստ վաշտերի հեռավորությունը մեկ կծայնի վարչություն ուղիղ մյուսները աջ դարձ Համասանություն դեպի աջ քայլով մարշ Հիմա մենք տղերքի հետ կուղևորվենք դեպի առաջնագիծ, դեպի մեր դիրքերը, հանդիպեցինք հին ծանոթների, իրանց հետ էլ մեկնում ենք փոխարինելու մեր տղաներին։ Բա մյուս աղբերը դուրա վերն, հա? Այսօր նարյադա վաղն է, ինքը նար։ Հա, ինքը վաղն է, էլի նույն բանում եք, էլ տարբեր եք։ Չէ, սանկան չկա գուրա է։ Մեկ հետ կյալի տեղեք, ընդեղ չեն կարալու իշտեմ հացը ստանամ, կներեք, արի, անցիկ իր զորքոյան, վարամ ժամի այդ վեր գած չավը, արի հոտ, Կամ ատը ծարայում ես։ Ամերը մի տարի, ոնց է գոհ է ծարայում։ Հա? Արմենա ասնում։ Որ դեյցես։ Երևանից։ Երևանից հետո եք ինգլես սարել է, էլի։ Չէ, վեցամես չետ կայմանցն է։ Հոպտեմբեր, հա? Չէ, լուսակ է։ Որդ է լուսակ է, սերվատ է։ Հա? Ուզում ես ճիշտ այդպես։ Ինչա? Ուզում ես ճիշտ այդպես չէ։ Հա, ճիշտ այդպես չէ, հա չէ մեր է, ճիշտ այդպես افسرն է։ Երբ եք իջե Ղարաբաղից։ Այ եվ, անցած շաբաթ, հայլեցում ենք էլի։ Սանգամ ասին խաղ տեղան, ընդել է խաղ իմա։ Դուք եք նկարել չէ գրաված բարձրում։ Անցած տարի ես ամիս Գրավելու հաջորդ օր էլի։ հունիսի 20 են նկարածը։ մենք էլ ենք այդտեղ եղել։ Ժամանակ մենք ենք, չէ՞։ Մենք ենք, հա, ծղուկ իրեքում մենք։ Տակ նվերտվեցիք։ Արման չէր է որ զոհվել։ Հա, Արման Եփրեմյան, 27 տարեկան։ Տվեք, կողսեն են։ Սակո, արեք առաջ ես վեկալ եք։ Ապելան, ես էլ պծեք, վեշերիքների շորացած կանաչի։ Հլտերանք ինչ հալես։ Մեր կրվող տղերքից է մատարից։ Հա։ Ինքը իրա ծերովն է կարելա զուտ Սպարտակ պոստի համար նվեր։ Բայց խի լացող աղբեր։ Արցուն է ջինջեք։ Դուք եք չէ որ չեմ հիշում որ միշտ պետական ճանապարհներ որ քանդված էր
Էլի ռեպորտաժ տվեք։ Սարքի։ Սարքի։ Նացել կա, էլի սեշը տվեք։ Բայց հեշտ տեսել եք այնտեղ որ ասենք տանկ տեսել եք որ իրանք շարժան են կամ Չէ։ չէ։ Հիմնականը պերես մեկեկն է, էլի եղեք կամ հացի ավտոներն եք որ տեսել եք։ Իրանց։ Իրանց, հա։ Կամ այդ ֆիրմա ավտոներն որ Տանը տեխնիկա չենք տեսել։ Անը տեսնա չէ։ Վեշտի իրանց տենում ենք, այդ սարերի վրա դες ոտով էթում են գալիս են այս պոստից են պոստ։ Զինվորները իրանց էլի։ Շատ վախկոտ է, որ գորում ես վախից իրանքից արագ է վազում։ Վազում գցում են խրամատի մեջ իրանց։ Լավ տիրապետում ես զենքին։ Հա։ Բաների զորավարությունների ժամանակ փորձել ես ծրագրել։ Մեր դասակը գերազանց է։ լավագույն դասակ։ Լավագույն դասակ եք ստացել։ Հակատանկային դասակ։ Հա, ապրե։ Փոխանցիկ դրոշակները։ Լավագույն դասակ, օպեր։ Տեսակ չէ տղեկին ոնց պետք եղավ այդ զորավարությունների։ Տեղ ու տեսակ որ 5 հատ տանկ խփեց։ Հա։ Այն մյուսը որ 30 րոպեում 4 հատ տան երկու է իրար այդ նույն ուչևկեն է կազմել Ռաֆայել Հովհաննիսյանը։ Գյումրեցի։ Հա, ասված չանի պետք է, բայց ուզում ասեմ այդ զորավարությունների կարևորությունը տեղ տեսան էլի, որ եթե այնտեղ եթե դու հա լավ մասնակցում ես, ասենք ջուրդ ու քշի չես անում, անպայման դա պետք է գալիս հետո կյանքում ու քո կյանքը դրանից կախված է։ Ասենք ինչ տարբերություն 27 մետրանոց մեշեն է կամ 27 մետրանոց տանկ է, էլի։ Տարբերությունն է որ մեշենը քո վրա չի կրան։ Հա, տարբերությունը զուտ է դա։ Կանը սաղ մեշինները խփել էին, Հա։ դենա կարիքին էլ օտմուսկ էին նպատել։ Օտմուսկ է ստացել։ Օ։ Կարիքը։ Դու Լավ կրակեն համար արձակուրդ ուղարկի, չին ինգ որով։ արձակուրդ ես վարկել լավ կրակեն համար։ Ժամկետայինները ծառայում են կոնկրետ դիրքերում, իսկ ավելի բարձրադիր առաջնային այս կոնկրետ հատվածում առաջնային դիրքերում ծառայում են պայմանագրայինները։ Մենք այդ դիրքերում եղել ենք անցած տարի եւ հենց այն ժամանակ, որ այդ դիրքերը տեղադրվեց, առաջխաղացումը եղավ, ազատագրումը հողերի, մենք գնացել արձանագրել ենք։ Միջոցառումը, որ իրականացվել է, դա ներառում է արտական դիրքերի բարելավման միջոցառումների շարքում, նպատակն է եղել մեր հարևան դիրքերի միջև ստեղծել մարդավարական եւ կրակային կապ։ Բնագիծ է, որ զբաղեցրել ենք 25-ի առավոտյան ժամը 4:00-ին, զուտ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա գտնվող բնագիծ է, մի քայլ անգամ մենք չենք խախտել պետական սահմանը, զբաղեցրել ենք մեր պետական սահմանի վրա բնագիծը եւ նպաստավոր պայմաններ ստեղծել մարտական գործողությունների, հնարավոր մարտական գործողությունների համար։ Հակառակորդի բոլոր մոտեցնող թիկունքից ճակատ մոտեցնող բոլոր ճանապարհները անցնում են այդ բլուրի տեսանելիության հատվածում եւ հիանալի հնարավորություն կա հնարավոր գործողությունների ժամանակ ազդել հակառակորդի ապահովման խնդիրների վրա։ Մեր Հովհաննիսյանն էլ ընդեղ էլ երկու եղբայրների հետ զրուցեցինք, խոսեցինք։ Երրորդ եղբորը այսօր հանդիպեցինք Զորամասում, այն ժամանակ ինքը ուրեմն հոսպիտալում էր, հիմա արդեն ապաքինված, ամեն ինչ նորմալ, շարունակում էր իր ծառայությունը։ Երեք եղբայրն էլ շարունակում են ծառայությունը, չէ՞։ Մի եղբայրը այսօր է Բարսանում, հաջորդ եղբայրը վաղ կբարսանա, իսկ երրորդը Զորամասում է այս անգամ իր ծառայությունը անցկացնում։ Մի հատ կպատմես որ կամիսա եկե։ Հա, կամիսան եկել էր հոկտեմբեր ամիսն էր։ Հա։ Մտել են X դիրքը։ Հա։ Ներկայացրել էր Էնակետի ավակ Շարքային Հովհաննիսյան։ Հա։ Դե նորմալ պարտականություններ արել էր իմ աղբերներ։ Հա։ Անցել էր երկրորդ X դիրքը։ Հա։ Նորից ներկայացրել Սերժանտ Հովհաննիսյան։ Իրար էլ նման եք։ Հա, Սերժանտ Հովհաննիսյան դելի նորմալ բարձրացրել նորից վերևի X դիրքը։ Հա։ Ներկայացամ, հա, Ենթաց Պողոսյան դիրքի ավակ, ասում աղբեր ջան, մի րոպե կային էլի։ Այդ սաղ դիրքերը ասում, սաղ Հովհաննիսյաններ են, ասում դե աղբերներ են, ասում այս X դիրքը
մեկը չի ներկայացել, թե ով, ասեմ հերս է մեկը, լինայ պատասխանատու, Գնալով համզվանին է բարձրանում, այս մի մարդը։ Աշխորհը բարձրանում է։ Տես։ Այդ ժամանակ ձեր հետն էլ է ծառայում։ Չէ, արդեն կատակել է։ Էդի կատակել է։ Հերս էլա ծառա է, կատակ։ Ձեր օրը տեսանք ճամփին։ Տեսանք։ Բարև ձեզ։ Ո՞նց է։ Այդ ձեր երեք տղան է ծառայում փաստորեն։ Մենք երես այդ դուր թող հետ տանիք։ Մենք շատ ենք ուզում ձեզ տեսնենք։ Որ ձեր երեք տղան հայրենիքին ծառայում է, շնորհակալ ենք ձեզ։ Հաջողություն, բարի։ Հաջողություն։ Հիմա որ դու ասենք ծառայում ես ու դասում ես որ մյուս դիրքում ասենք մարդ է գնում կամ ոնց որ նոր պատմեցիր որ ական է տրակի, այ դժվարությունը տեղա չէ որ դու չես ախպերը տան։ Այ դժվարությունը շատ մեծ բան է։ Այդ որ մեր բանը ախպերս որ բաներ անեմ, ասում եք քելի չի ներքի, ասում չէ ոնց կլինի։ Այն մեկն գայս։ Դա երկրորդ օրը փոքրներ եկել հասե։ Հա, որ ոդկը վատացել էր, հա։ Հա, ոդկը սուրորել էր։ Հա։ Փոքր ախպերս է, ես որ իջել եմ, մեկի իջել, որ մենակ մեկ չթողան։ Հա, մի ախպեր եկա, որ դու իշտես։ Մի ախպեր չունի։ Հա։ Դու ցավոտանում, ապրեք, մերսի։ Չտինել կնկարեք, ենտերբեի որ նիշատակ բնա։ Աղվաստանից ծառայում եմ, այդ դուշման մականը ես եմ, պազիվնով ես եմ, ամեն անգամ 3 անգամ։ Լավ, շնորհակալություն։ Նախապատրաստական աշխատանքները դիրքեր բարձրանալու ավարտին ենք հասցնում, արդեն ստեղից երևի առանց կանգնելու, հա։ Այստեղից արդեն առանց կանգնելու կշարժվենք դեպի դիրքերը եւ արդեն կհանդիպենք այնտեղ։ Ճանապարհին տղերքի հետ զրույց անելով, ուրախանալով կհասնենք Սարերը։ Տղերքը ասում են, որ Շարքային Մկրտչյանին մնացել է ծառայության 9 օր, այսինքն իրեն հրամանատարությունը չէր թողում, որպեսզի բարձրանա մարտական դիրքեր, բայց ինքը շատ է խնդրել է, որ իրեն այս վերջի հերթափոխին նույնպես թույլ տա գնա, իր կամքով ինքը այս հերթափոխի հետ նորից բարձրանում է։ Տղաներից մի քանիսը նույնպես վերջին անգամ են բարձրանում մարտական պոստեր, որից հետո զորացրվելու են նրանց վերջին հերթափոխն է։ Սարկեցեք կաջեր, չունեք ու դատար, ասված վկա է, կրվին մեր ատար, հեյ ջան հայոց մեր կաջեր, հեյ ջան ազգի պաշտպաններ, ամոթ քեզի հազար ամոթ, որ ձեր չունես քո ձեռքին, ամոթ քեզի հազար ամոթ, որ ձեր չունես քո ձեռքին, պատրոն թաշտուր ինձ մայրիկ, մոսինից դուր իմ քույրիկ, պիտի գնամ կռվելու, հայրենիք զազատելու, պիտի գնամ կռվելու, հայրենիք զազատելու, չորս կողմը հանդուրդ է ճամփեքը թափան, երկնքուց և ուղուր ապեր կուտակված, կողքին հայկատա շեներ են լապած, երկնքուց և ուղուր ավերջ գետա շեն։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ահռելի ծանր աշխատանք են անում նաև մեր զինվորական վարորդները։ Մենք վկա եղանք ապրիլյան պատերազմի ժամանակ, քանի վարորդներ զոհվեցին, ամենածանր պահերին և շտաբօգնության, և անձնակազմի տեղափոխող, և զինամթերք տեղափոխող,
մի խոսքով ամեն ինչը դիրքերի թիկունքի հետ կապը վիրավորներին տեղ հասցնել է այդ ամբողջ ծանր բեռը ընկնում է հենց մեր զինվորական վարորդների ուսերին։ Նրանց վրա է նաև ամենամեծ պատասխանատվությունը։ Հենց հիմա մեր վարորդը իր հետ տանում է մի ամբողջ անձնակազմ, հա։ Մեր հետ է նաև Վաշտի հրամանատարը, պարոն կապիտանը, մենք իր հետ ծանոթացել ենք անցած տարի, երբ դիրքերից մեկը ազատագրելուց ինքն էր եղել հրամանատարը եւ կարծեմ անունն էլ դիրքի ձեր որդու անունով է, չէ՞։ Հա։ Գետով բանը։ Մենք շնորհակալ լինենք, անոտ ոնց է ցավոտ։ Մեր Արամին, որ մեզ էլ ապահով տեղի հասցնում եւ հասկանանք, որ չկա բանակում այդպիսի պաշտոն, որը հեշտ է։ Կլինի դա վարորդ, կլինի դա խոհարար, կլինի դա առաջնագծում սահմանպահող զինվորը։ Եթե ամեն մեկը իր դերը ճիշտ է կատարում, ապա թիմային այդ աշխատանքով մենք անպարտելի ենք։ Որտեղ որ վտանգը ես զգում եմ, զորքի իջեցնում եմ։ Հա։ Այդ հատվածը դուրս են բարիս, որ ասում եք այդ նստեք։ Հա, որտեղ որ աշկս չի ուտա, ո՞նց տենց ասել։ Հա։ Այս որտեղ որ աշկս ուտում է, 12 տարի այս գործին եմ։ Պոստեր եմ ելնեմ իշտեմ։ Հա։ Որտեղ ասել ուտելացել։ Ուտելացել։ Բասո եմ որտեղ տեսնում ես շատ վտանգավոր է, մենակ դու ես ասում։ Զորքի իջեցնում եմ, ես մենակ հասնում եմ, որ Մեզ սահմանը, հա, ապրես, հիմա, լավ, իչի ծեխոտեցիր իս լրիվ, նա ինչ արեցիր, ամոտ կեզ, մեր եզդի զինվորներից, հա, որ իր հայրենիքի սահմաններն է պահում, Ուզոյանը, ոնց ես տվը, չկան ժամանակած արայից, Հա, արդեն տուն ես գնում, էլի։ Որը մասից ես, Էջմիածնից ասեցիր։ Գյուղերից։ Գյուղերից։ Բայց դու սովոր ես ծառերին բանին, չէ՞, դες իրաց եղերն եք։ Դե ես դերեմ ոնց կասես, ծառայում եմ հայրենիքից։ Ես գիտեմ, սանի, մոռացել եմ, նկարել եմ, ռեկլամ եմ նկարել, որ ծառայում եմ հայրենիքից ես դերեմ։ Բամ, էդի լավ չի, որ քո լեզվով չգիտես, պիտի իմանաս, է։ Փաստորեն քո վերջի հերթափոխներ եսի։ Համարյա, եթե անձնակազմը չերիքի կհենա։ Ինչքան ունես ծառայում։ Վերջերի սարն է, վերջի հերթափոխն։ Ասավորում եք, Հա, վերջի հերթափոխն է բան գնդապ։ Հա, Բայց նոր մի զինվորի հանդիպեցինք, ուր է այդ զինվորը։ Սակո ուր է։ Արդեն ինչ է մնացել։ 10 օրից ինքը բան անելու։ Բայց ասում եմ խնդրելա որ իրան հանեն բան։ Հա, ինքը ուզում է որ վերջի անգամ բարձանա հենակետեր, հետո գնա զորացել։ Հա, այսինքն ինքն է խնդրել էլի։ Ինքն է խնդրել որ բարձանա հենակետեր, հետո գնա զորացել։ Իրան չէինք բարձրացնում, խնդրեց որ ընկերոջը հանեցիք, ասեցից բարձանեմ գամ, հետո վերջի անգամ ուզում հենակետեր։ Այդ են զինվորներ էլ կան, որ արդեն իրենց օրենքով հրամանատարները չեն բարձրացնում հենակետ, որտեվ լրացել է իրենց ծառայությունը համարյա, մի քանի օրից լրանալու է, բայց զինվորը ասում է ինձ բարձրացրեք հենակետ, ես ուզում եմ զորացրվեմ մարտական հենակետից։ Այդպիսին են մեր զինվորները, այդպիսին են մեր քաջ տղերք։
Բազմեց, որ իմ ընկերոջ բարեկամն էլ այստեղ ծառայում, մի ամիտ հանդիպեցինք, իմ ընկերոջը ոնց է ծառայությունը։ Շնորհակալ եմ, մարտական, առանց մասը եկնենք։ Հա, եկել ես հերթափոխի, թե դու իշնում ես։ Եկել ես փոխի, չէ, հա, եկել ես հերթափոխի, հա։ Ոնց է անցնում, նորմալ է անցնում ծառայությունը, գոհ ես։ Շատ լավ։ Անձրևների եւ արևի արդյունքն էլ այս համեղ սնկերն են, որ ես սարերում բավականին շատ են աճում, շատ համեղ են, շատ հյութալի եւ իհարկե մեր զինվորները չեն կարող Աստծո տված այս բարիքներից չօգտվել։ Էսի մեր մատուրն է եղել, այն ժամ մենք վերանորոգում ենք, ուղղակի կիսատ ենք թողել եղանակի պատճառով, քանդել ենք, սարքած է եղել ընդհանուր, հիմա քանդել ենք, էսի պիտի վերանորոգենք, մի խոսքով եղանակը թույլ չի տվել։ Մենք կշարունակենք, էսի կվերջացնենք ավելի ճիշտ հաջորդ հերթափոխին, կգանք ու մատուրը իր տեսքին կբերենք։ Մեր այս ամեն ինչը բոլորը արել է մեր ամբողջ անձնակազմը, հենակետի ավակով, ամեն ինչով, որ մենք մեր գործը ունենանք սրա մեջ, բոլորս։ Բարև աղբեր ջան։ Ողորմած ես։ Ոնց ես։ Նորմալ։ Ժամկետային ես։ Ճիշտ է։ Եվ ինչքան ժամանակ է տարել։ Մի ամիս է մնացել։ Մի ամիս է մնացել, անունդ ի՞նչ է։ Հակոբ։ Հակոբ որտե՞ց ես Հակոբ ջան։ Հոկտեմբերից։ Ոնց անցած ծառայությունը։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա դու բարձացել ես թե իջնում ես։ Չէ, բարձացել ենք մենք։ Հա, նոր եք բարձացել։ Ապրես։ Գործեր եղբայր, ձեր։ Դագո հիմա վեսելա վերջը։ Կարաս արխային։ Դերես ավտո ցեխոտում եք։ Դու լեսու գտիշտ։ Որո բարի, իջինս Կամատ կամ ես, արի մեր դրախտը տեսելի ծաղը, արի։ Երևի ամեն տղայի մանկուց երազանքներից մեկը զրահա մեքենայով ճամփորդելն է։ Ճիշտ է իմ համար սա առաջի անգամը չի, բայց ամեն անգամ էլ ես իմ մանկությունն եմ հիշում, ուրախանում եմ եւ երևի հենց երեխայի ուրախությամբ էլ այսօր ենք ճամփորդենք, մինչև հասնենք մարտական դիրքերից, հիմա էլ ենք մարտական դիրքերում, հիմա տեղափոխվում ենք մեկ ուրիշ մարտական դիրք, արդեն զրահա մեքենայով։
արդեն անցած տարի որ այստեղ էինք, տղաները հենց նոր էին ազատագրել բարձունքը եւ հենց նոր էին դիրքավորվել, դեռ նույնիսկ խրամատները ընդամենը կես մետրանոց էին, իսկ հիմա տեսնում ենք դիրքը բավականին հզոր ձևով կահավորված եւ նույնիսկ այդ տեսնում եք իրենց աղոթատեղն են կառուցել, կացարանն է կառուցված, քարից շատ լավ, շատ տաք, շատ պինդ եւ ընդհանրապես դիրքը բերված է 100%-անոց վիճակի, չնայած տեսնում եմ էլի ինժեներական աշխատանքները շարունակվում են, բայց արդեն կարգավորման փոքրիկ աշխատանքներ են անում, այստեղ հիշում եք, ես նկարել եմ, թե ինչ դժվար, ուրեմն դժվար էր այստեղ թեկուզ խրամատ փորելը լեռնային պայմաններում, բայց հիմա սիրտս ուրախությունից թրթռում է տեսնելով, թե ինչ ապահով դիրքեր են սարքել, շնորհակալ ենք տղաներին իրենց աշխատանքի համար։ Ո՞նց եք տղեկ ջան։ Լավ եք, նորմալ լավ են ինչ։ Բարի օր։ Բարև ձեզ։ Ինչ եմ տեսել։ Կրկին բարև ձեզ։ Ինչ եմ տեսել բարև ձեզ։ Դե հասկանալի է, որ ամառը այստեղ ու ամառը քաղաքում տարբեր է, դրա համար վառանանը աշխատում է այստեղ երևի տարվա 10 ամիսը, չէ՞, եթե ոչ ավել, ինչպես տեսակ ճանապարհին կարկուտ սկսվեց, ձուն չկա, բայց կարկուտը, ցուրտը, քամին այստեղ իհարկե միշտ արկա է, բայց տեսնում ենք, որ բավականին լավ, բավականին տաք ու պինդ կացարան են սարքել տղեկը, շնորհակալ ենք իրենց դրա համար, դե իրենք են այստեղ ապրում, իրենց կյանքի կեսը անցկացնում են այս դիրքերում, դրա համար էլ իրենք իրենց համար կառուցում են ոնց որ պետք է, ոչ թե 3 խոզուկների առաջին 2 տան նման։ Այս բարձունքը գրավելուց նահատակված մեր Եփրեմյան Արմանի նկարը իհարկե մեր առաջի պատերազմի ժամանակ նահատակվածների, մեր հերոսների կողքին, նրա կյանքի շնորհիվ է նաև, որ այսօր մենք այստեղ այս նպաստավոր դիրքում մեր տղաները հսկում են սահմանը, ասեմ ձեզ, հենց միայն այս ազատագրված կետը, ճիշտ է, այս հարցը շատ շահարկվեց, ես մետրերի, հեկտարների չեմ անցնի, բայց միայն այս ազատագրված կետը, որ մենք գտնվում ենք, արդեն իր տարածքով գերազանցում է ամբողջ այն տարածքին, որ այսպես ասած ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդին հաջողվեց առաջխաղացում ունենալ։ Ուրեմն մենք գնում ենք, որպեսզի հերթափոխի պատասխանատուն հրամանատարությանը ցույց տա կատարված աշխատանքները, զեկուցանի, տեսնեն արդյոք հանձնարարված խնդիրները հերթափոխի ընթացքում կատարվել են թե ոչ, ըստ այդմ կտրվի նրանց հերթափոխի գնահատականը, ըստ այդմ կորոշվի նրանք լավ են կատարել հերթափոխը թե չէ, ինժեներական աշխատանքների մասին է խոսքը գնում։ Հիմա մի հրամանատարը հանձնում է մյուսին դիրքերը եւ նաեւ մեկ ստուգող է եկել, ով որ ընդունում է կատարված աշխատանքները։ Բարև ախպեր ջան։ Ոնց է հերթապահությունը։ Լավ անցավ։ Հիմա հանձնում ես թե եկել ես նոր։ Հանձնում եմ։ Արդեն հանձնում ես։ Մարտական հերթապահությունը հանձնում է մեր զինվորը։ Հիմա այստեղից կդիտարկենք հակառակորդին։ Այստեղ թեժ մարտեր էր գնում անցած տարի։ Քանի որ մեր զինվորները առաջխաղացում էր այստեղ գնում, նոր դիրքեր էին ամրապնդում, ազատագրում էր գնում հողերի եւ այստեղ թեժ մարտեր էր գնում երևի 3 օր շարունակ։ Բանանում է, որ այս բարձունքի ուրեմն ազատագրումը պայմանավորված է նրանով, որ այն հիմա 100%-անոց վերահսկում է հակառակորդի դիրքեր տանող 3 կարևորագույն ճանապարհ։ Նրանք ստիպված են անցնել մեր դիրքերի տակով եւ ցանկացած շարժ մենք գրանցում ենք ցանկացած շարժ արդեն ուրեմն հետևում են մեր զինվորները եւ ցանկացած դեպքում կարող են կանգնեցնել մատակարարումը նրանց բավականին մեծ քանակով դիրքերի։ Դու նոր եք, այ։
Այսինքն ընդունեցիր էլի հերթափոխը։ Ոնց է տրամադրությունը։ Նորմալ։ Այ ում որ փոխարեցի չհասցրեցինք նկարենք, ինչ զեկուցեց, ոնց է անցել։ Խաղ անցել, հա։ Հա, նորմալ անցել։ Հեսա եկավ մեր դիրքի ավակը, հա։ Ոնց է անցել հերթափոխը տղեկ։ Նորմալ։ Առանց միջադեպերի, հա։ Առանց միջադեպի։ Հա դուք իրար եք փոխարինում, հա։ Հա։ Դուք գնացող դիրքի ավակն եք, դուք էլ որ եկաք։ Նոր եկած։ Հա։ Ոնց է, էլի Հովհաննիսյան։ Հա, Հովհաննիսյան։ Էլի Հովհաննիսյան։ Հովհաննիսյանների դիրքն է, էլի էսի տես դուրս ա գալիս, հա։ Հա, դիտորդն է Հովհաննիսյան։ Ճիշտ ասած, ես որ ասում եմ տունը մեկ-մեկ ինձ էլ են ծովիկ ասում, այդ վիճակը չստացվի, բայց մայրական կողմից ես էլ եմ Հովհաննիսյան, էլի, դրա համար ուրեմն Եվրետեր Հովհաննիսյանը դիրքի ավակը եկավ փոխարինելու ավակ սերժանտ Հովհաննիսյանին, երկուսն էլ դիրքի ավակներ են, մեկը փոխարինում է մյուսով, եւ ինչպես պարզվեց, մեր մյուս Եվրետեր Հովհաննիսյանն էլ դիրքապահ էստեղ է։ Այնպես որ մենք Հովհաննիսյաններով հստակ կանգնած ենք ստեղ, ոչ մի թիզ թշնամուն սկզբունքով։ Պարոն կապիտան, մի երկու խոսքով պատմեք այ դուք ձեր տղայի անունով ես դիրքը, որովհետև դուք եք ազատագրել ես բարձունքը, դուք եք ես մայր հողի ես մի կտորը վերադարձել հայրենիքին, ձեր տղաների հետ միասին։ Մի երկու խոսքով կարճ պատմեք թե ինչպես կատարեցիք այդ ռազմական խնդիրը։ Մեծ ողջավորությամբ կատարեցինք մենք այդ խնդիրը, մեր դիմաց դրված առաջադրանքը, առավոտ լուսաբացին, հակառակորդը նկատեց, որ մենք արդեն ինժեներական աշխատանքներ ենք կատարում, անցան գրոհի, իրանց գրոհը հետ մղեցինք։ Քանի օր եղավ գրոհը։ 3 օր։ 3 օր ստեղ կռվեք։ 3 օր ստեղ կռվեք։ 3 օր իրանց հետ կռվեցինք, ետ շփոթեցինք իրանց սիրած դիրքերը։ Քանի կողմից էին իրանք հարցը։ 3 ուղղությամբ կրակում էին մեր վրա։ 3 ուղղությամբ կրակում էին։ Եկա 3 օր նրանք կռիվ էին անում, չէին ուզում այս ազատագրված հողը թողնեին մեզ, փաստորեն։ Ինչը նրանց ստիպեց, որպեսզի դադարեցնեն կռիվը։ Նրանք այդ 3 օրվա կռվի ժամանակ շատ զոհ տվեցին, 9 հոգի զոհ տվեցին, վիրավորներ ահագին տվեցին։ Հասկացան նրանք, որ եթե ուզեն նորից շարունակեն, շատ կորուստներ կունենան ու դադարեցրին կռիվը։ Ու հետ քաշվեցին իրենց դիրքերը։ Հասկանալով, որ եթե շարունակեն, մենք շատ ուժեղ վնասներ կհասցնենք։ Կարանք փակեիք էլի ճանապարհները։ Կարանք ամեն ինչ էլ անենք։ Ամեն ինչ։ Մեր տղաները պատրաստ էին, իրենց ոգիները բարձր, ամեն ինչի պատրաստ էինք։ Ուղղակի հակառակորդը հասկացավ, որ չի կարա մեր այդ կռվի դաշտում կռվի, ետ քաշվեց։ Կարևորը որ այս սարը կնքվեց ու կնքված կմնա քո որդու անունով։ Ու պատմության մեջ կգրվի քո որդու անունը կմնա, այդ է ամենակարևորը։ Ես Աստծուց անչափ շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ ենք մենք էլ քեզանից ցավը տանք։ Բայց անցած անգամ որ եկանք հողի կտոր չկար, ամենակ քարել։ Ես այնքան էլ քորե հասել եք հողը, էլի։ Պարոն կապիտան, առաջին ջոկի անձնակազմը մարտական հերթապահության հերթափոխ կատարել է, դիրքը հանձնել է ընդունող հերթափոխի դիրքի հավաքի նստի կաթուսակի, որի մասին զեկուցվել է վերադասարան արտադրության։ Բարի ծառայություն ձեզ ցանկանում եմ, ձեզ բոլորիս, ձեզ էլ բարի ճանապարհ, ապրեք։ Բարի ծառայություն։ Ամփորձանք, բարի ճանապարհ։ Դե իր սիրելի ընկերներ, ավարտվեց Շանթի եթերում հերթական դիրքերում հաղորդումը։ Մենք մասնակցեցինք ամբողջ հերթափոխին, տեսանք ինչ է կատարում տվյալ դիրքերում, սա հիշեցնում եմ անցած տարի ազատագրված դիրքեր են, խոսեցինք և հանձնող և ընդունող անձնակազմի հետ, տեսանք ծանոթացանք ինժեներական աշխատանքներին և բավարարված վերադառնում ենք Երևան, ձեզ մատուցելու մեր նյութերը։ Մինչ նոր հանդիպում, հաջորդ շաբաթ նույն ժամին։